Երբ Վանյան 5 տարեկան էր, նրանց տուն եկավ օրհնյալ Աստծոծառա Չեբոտարյովը, պատմեց Հիսուս Քրիստոսի մասին, ավետարանի մասին, Քրիստոսի ճշմարտության և փրկության հնարավորության մասին։ Տպավորվող տղան, նրա զարմիկը Մարինան և այդ գյուղում էլի մի քանի մեծահասակներ իրապես հավատացին Աստծուն ու նրա խոստմունքներին։ 6 տարեկանում Վանյան սկսեց գնալ մեծահասակների պաշտամունքներին, չնայած գյուղի բնակիչների մեծամասնությունը դրան անբարեհաճությամբ էր վերաբերվում, անվանելով նրանց աղանդավոր բապտիստներ։ Երեխաների հետ խոսելիս մեծերը հաճախ հարցնում են, թե ինչ են ցանկանում նրանք դառնալ ապագայում, այսինքն ինչ մասնագիտություն են նախընտրում։ Երեխաները հիմնականում արտահայտվում էին իրենց ծնողների ցանկությամբ կամ թվարկում էին առավել հարգի մասնագիտություններ՝ օդաչու, բժիշկ, վարորդ։ Իսկ Վանյան այդ հարցին ամենայն լրջությամբ պատասխանում էր, որ ցանկանում է դատապարտյալ դառնալ։ Հոգևոր հայրերը շոյում էին նրա մազերն ու հարգանքով ասում էին. «Որդյակ, թող Աստված օրհնի քեզ այդ դժվար աշխատանքի մեջ»։ Մայրը խստորեն արգելում էր Վանյային գնալ պաշտամունքների։ Նա մեկ անգամ չէ, որ նրան գավազանով ծեծում էր պաշտամունքից գալուց հետո, բայց նա համարձակվում էր կրկին գնալ այնտեղ, որտեղ կարդում էին Սուրբ Գիրքը, աղոթում էին Աստծուն ու երգում էին հոգևոր երգեր։ Մայրը հաճախ թաքցնում էր տղայի կոշիկները, որպեսզի չգնա պաշտամունքների, բայց նա փախնում էր այնտեղ անգամ բոբիկ, խորը ձյան միջով։ Այդ ժամանակ հավատացյալները նրան տաքացնում էին վառարանի մոտ։ Տղան շատ էր սիրում աղոթել։ Ծնողներն անգամ դա էին նրան արգելում։ Վանյան ստիպված էր լինում փնտրել ավելի թաքնված անկյուններ, որպեսզի նրան չխանգարեին կանչել Տիրոջ անունը, փառաբանել երկրի և երկնքի ամեն երևացող ու չերևացող բաների Արարչին։ Երբ տանը մառանում, դրսում, բանջարանոցում, այգում, թփերի հետևում ծնողները նկատում էին, որ նա կրկին աղոթում է, ապա նրան մտրակով պատժում էին։ Տղան, երբ նրան ոչ մեկ չէր տեսնում, բարձրանում էր բարձր տան ձենու վրա, որը տնից հեռու չէր, և այնտեղ էր աղոթում, ուրախանալով, որ գտնվում է Աստծուն ավելի մոտիկ։ Բայց անգամ իր այդ բարձր թաքստոցը ծառերի ճյուղերի արանքում հայտնաբերում էին։ Եթե տղան գավազանով պատժվելու սպառնալիքներից վախենալով չէր շտապում իջնել սիրելի ծառից մեղավոր երկրի վրա, նրան ծեծում էին երկար փայտերով, որը ձմեռվա համար դիզված էր լինում մառանի մոտ։ Հոգու մկրտությունն նա ստացավ 8 տարեկան հասակում, դրանից 2 շաբաթ առաջ գտնվելով ծոմի և աղոթքի մեջ։ Օտար լեզուների հետ միաժամանակ Տերը նրան առատապես օրհնեց նաև Սուրբ Հոգու պարգևներով։ Վանյան շնորհակալ եղավ. «Տեր Աստված, ես քեզանից այսքան չէի խնդրել»։